բոլորին հետաքրքիր է ինչ պետք աներ եկեղեցին առասարակ կարող է մարդիկան չգիտեն մանրամասները ինչա կատարվում եկեղեցու հետ 18 subscriber մնաց 23 օ շատ լավ է բաժանորդագրվեք մեր էջին լայքեք այս տեսանյութը անցնում ենք եկեղեցու թեմայի մի հատ խնդալու բան եմ պատմելու թե ինչ պատմություն սարքեցինք Նիկոլի գլխին որ ընկել Free News-ով Տարոն Չախոյաններով հերքում էին կարծում շատերը չգիտեն որտեղ ոչ բոլորն են մեր լսարանից նաև հանդիսանում իմ Facebook-յան հետևորդ բայց կարող է ինչ-որ մարդիկ տեսել են ու իրանք էլ են մտածել որ մի խոսքով հեսա կգանք այդ թեմաներին արի գանք սկզբից գանք ուրեմն գիտեք որ այս ողջ շաբաթը մենք մի հատ գժանոցի մեջ ենք ապրում, որտեղ Նիկոլը խոսում է արքեպիսկոպոսների սեռական կյանքի, հնարավոր սեռական կյանքի, տենց հերվից էր գալիս հələ որ ինչ որ ու տենց բառը պաշարով, որ մարդկանց ապշեցրել էր, adekvat մարդկանց, մարդիկ այսօրի դեպ տեսես, չի տեսել, երեք եմ տեսել ես որ Արթուր Խաչիկյան հյուրա մի հարցազրույցի ոնց չէ, բայց այդ էինք խոսում որ ես վիդեոն չի տեսել, ես լսել եմ, բայց վիդեոն չի տեսել ու երբ իրան ասում են անվերցրու կարդա, Խաչիկյան Արթուրն էլ դե ինտելիգենտ մարդ, կարդում է, ասես բերանը փակում է, զարմանքից բան, ասում է ես գնամ մի րոպե տվեք, ես գնամ կախվեմ, դուք այստեղ շարունակեք, մի խոսքով այդ դոմփելը բանը տենց եկավ, սրականիկ նրա քերակին մի խոսքով եկավ հասավ Գարեգին B-ին ու սկսեցին տարածել Արարատ News-ով, այնտեղ գրզոյի, հա, այնտեղ չգիտեմ, Free News-ով, հավանաբար Civic-ով իրանց այդ աղբա կայքերով մի խոսքով սկսեցին տարածել Գարեգին B-ի իրենց պնդմամբ աղջկա նկար, ինչ որ մի կինա, որը իրանք պնդում են, որ Գարեգին B-ի աղջիկն է ու առասարակ խոսում են նրա մասին, որ մի շարք արքեպիսկոպոսներ չեն պահել կուսակրոնության ուխտը եւ ըստ այդմ ասում է պիտի բացահայտվեն հեռանան եկեղեցուց բան, սա դարդու ցավը թողել ընկել է ինչ որ իր ֆանտազիաների սեքսուալ պատմությունների հետևից, որը զավեշտ է, որովհետեւ մի կողմից իհարկե որևէ ողջամիտ մարդու մոտ հարց առաջանում, ախպեր ջան ինչ կապ ունեն արքեպիսկոպոսները իրանց անձնական կյանքով այն աղետի հետ, որ դու բերել ես մեր գլխին։ Այսինքն, եթե դու հանդիսանում ես գլխավոր պատասխանատուն ու մեղավորը, Արցախի կորստի, եթե քո լկտի ստով կերակրել եք այս ժողովրդին արծրուններով, որ 50-ամյակը շնորհավորում էր ամենա տենց հետև մտնելու են ամենազզվելի ձևով, sense նկարը դրել է, այս 50-ամյակներ, չէ, այս եթիմի նկարը դրել է, կեցե վարչապետը, բանկեցե Հայաստանի Հանրապետությունը իբր իրար հետ կապ ունեն, էլի Հայաստանի Հանրապետությունը այս դեգեներատը, որին ինքը շնորհավորում է, ու այսինքն ողջամիտ մարդու մոտ հարց առաջանում, ախպեր ջան, լավ, հələ կողմ դնենք այդ մարդիկ այնտեղ ինչ ձև են ապրում, ոնց են ապրում իրանց եկեղեցական կանոնակարգի շրջանակներում։ Արա դուք այդտեղ ինչ կապ ունեք։ Դուք լավ դուք ինչ եք էդի ներկայացնում, թիրախավորում եք այն ամենակեղտոտ ձևով, էլի, որ այն ժամանակ օրինակ թալաներ, չէ՞, մենք այսօր խոսում ենք, չէ՞, ասում էր նախկինները թալանում էին։ Էսի աշխատում էր այդ թեզը, որովհետև մարդու իրանք համոզում էին, որ մարդիկ վատ են ապրում, որովհետև իրանց փողը մի մասը գնում է նախկինների ջեբը։ Հիմա ես չեմ հասկանում, ստեղ Նիկոլի Ստավկին չի վրա, այսինքն ինչ որ մարդ պետք է դնա, ինչ որ մարդու մոտ սեքս չկա, որովհետև ինչ որ եկեղեցականներ իրանցից խլել են այդ սեքսը, իրանք են դրանով զբաղվում։ Ասենք ո՞րն է դրա տրամաբանությունը։ Սա ջիշովի այն իրա գեղցի են լրիվ իրան այդ կեպկեն այդ կերպարը պատկերացրեք, դիշովկա մի հատ էլի, դիշովկա, որը եկել է մտել է այդ մարդկանց անձնական կյանք ու փորձում է այդտեղ ինչ որ բաներ, ինտրիգներ մտցնել, ինչ որ ավելի կեղտոտ ձևեր, իդեպ մտցնել մեջը մենք նախորդ թողարկման ժամանակ խոսել ենք սրա մասին, բաներ, որոնք առհասարակ մարդու ոչ ուղեղի մեջ է տեղավորվում, ոչ էլ առհասարակ կապ ունի։ Այսինքն բերում են ինչ որ կիսա բամբասանքային ինչ որ բաներ, որտեղ ես չեմ բացառում, որ որոշների մասով ճիշտ է իրական, որտեղ առնվազն մի դեպք գիտենք, որ ճիշտ է, դա Կոտայքի թեմի առաջնորդի տղեն, որը կուսակրոն է իդեպ, հա, էլի, Արգիշտի Քյարամյան Էլբեկի, մի հատ Էլբեկ Քյարամյան կա այս երկրում, ուրիշ չկարա, բախտը չի բերել ես անասունի, էլի, Էլբեկ Քյարամյան կա մի հատ, ես էլ իրա հերն ախպեր, հիմա այդ տղուն դու բերել ես, նշանակել ես ԱԱՑ տնօրեն, բերել նշանակել ես ՊՎՑ տնօրեն, էլ ինչ էրա նշանակեն, էլի մի երկու բան նշանակած կլինի, ԱԱՑ, ՊՎՑ, քննչական կոմիտեի նախագահ, այսինքն դու իմանալով, որ ինքը հանդիսանում է
Էլբեկ Քարամյանի, Կուսակրոն Էլբեկ Քարամյանի որդին բերել ես այդ մարդուն ազգային անվտանգության տնօրեն ես նշանակել ու հիմա պատմում ես, որ կաթողիկոսի անձնական կյանքը հանդիսանում է պետական անվտանգության խնդիր։ Ասենք դու ուր է էլի ստեղ արա ողջամտություն։ Ես հասկանում եմ, որ դու քո այն էլեկտորատի վրա ես աշխատում, որը մեծամասամբ ինտելեկտից կաղում է, ու դու ուզում ես իրանց մեջ արտնասնես ինչ որ տենց թազա թիրախ, արդեն նախկիները այդքան լավ չեն աշխատում, հիմա մի հատ տենց բոբո եկեղեցականներ կան, որոնք սաղոր սեքսով են զբաղվում, ձեզանից խլում են այդ սեքսը, դու գիտես խի սեքսով չես զբաղվում ես 20 տարի, ոչ թե որովհետև իմպոտենտ անասուն ես, այլ որովհետև եկեղեցականները խլել են քեզանից սեքսը, ում հետ դու պիտի սեքսով զբաղվեիր, իրանք են զբաղվում, տարան սաղ ձեռից հետ, էսա ձեր բանը, ասենք տրամաբանությունը ես չեմ հասկանում, արա, այդտեղ կա կանոնակարգ, եկեղեցին պետք է այդ կանոնակարգը ինքը նայի ոնց է ինչ է, ու մենք հիմա կգանք, ուրեմն հայտարարությանը, որը արել է Գերագույն հոգևոր խորհրդի խորհուրդը, եւ կփորձենք հասկանալ, թե որքանով է այդ հայտարարությունը համապատասխանում են արշավին, որ արել են իր դեմ։ Ներողություն, որ ես մի պահ կտրվել էի։ Ես սիրով լսում էի, չէ, սիրով լսում էի։ Կտրվի, այս բանել չկա։ Երկու կոմենտ ես անեմ, որտեղ շատ էին հարցնում մարդիկ, որոնք լուրջ իրոք մարդիկ կային, որոնք մտահոգված էին նրանով, որ եպիսկոպոսների եւ ընդհանրապես կուսակրոնության խախտման մասին եւ այլն, Ժորժ ջան, ուրեմն նայեք։ Եթե անգամ կա նման խնդիր եկեղեցում, դա եկեղեցու լուրջ խնդիրն է։ Այն որ առաքելական եկեղեցում բարեփոխումների անհրաժեշտություն կա եւ այլն, դա ոչ ոք չի հերքել, իսկ թվում է անգամ եկեղեցին չի հերքում։ Ու այն որ կարան լինեն հարցեր, որոնք խնդրահարույց են, դրանք դա փաստ է, այսինքն ես չի էլի, որ մենք ասում ենք, ոչ, ամեն ինչ անաղարտ է եւ այլն։ Ես ձեզ իմ կարծիքը հետեւյալն է, կա քաղաքական քարոզչության շատ կոնկրետ ուղղություններ, օրինակներ, կան տարատեսակներ, որտեղ որ մարդիկ գլոբալ առումով ուղղություններ են սարքում, հանրության մեծ մասը դրանից տեղյակ չի լինում։ Հանրության մեծ մասը պարտավոր չի այդ հոսքերը վերահասկել, մոնիտորինգներ անել, այն անել։ Հանրությունը պետք է նստի եւ զբաղվի արի առօրյայով ու այդ առօրյայի կողքով սենց եկող գնացող այն հոսքերով, որոնք որ կա։ Օրինակ Վազգենի գրառումը, որից մենք խոսալու ենք անպայման, մարդիկ կային, որոնք գրում էին, դնում էին, մենք չենք խառնվել որևէ կերպ, էլի, չնայած Վազգենը մեռավ ասելով այդ բանը հայգնանքաբան։ Ասում էին, ես անձամբ տեսել եմ այդ գրառումը։ Instagram-ում արել, հետո ջնջել է։ Մեկն ասում էր մի ժամ աթող, մեկն ասում էր չէ 5 րոպե հետո ջնջել է, հասկացել է, որ էսի պրոբլեմ է։ Հանրությունը սենց է, հանրությունը միշտ մանիպուլացվում է, հանրությունը միշտ գնում է այս կամ այն ուղղությամբ եւ այս սրիկայի արածը եկեղեցու հանդեպ։ Կոնկրետ այդ բնույթն է կրում։ Օրինակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ պետ է նշանակել Արգիշտի Քարամյանին, տրամաբանական, չէ՞ ցանկացած երկիր իր հատուկ ծառայությունը խնդրում է, ասում է մեծ սպրավկա բերեք։ Հատուկ ծառայությունը բերում է սպրավկա։ Այդ սպրավկայի մեջ գրած ալնում լիքը բաներ, չէ՞։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չի իմացել այդ տղու մասին։ Իմացել է, չէ՞։ Թքած է, չէ՞ ունեցել։ Այսքան տարի թքած է ունեցել։ Ու հիմա ինքը իբր կեղծ բարեպաշտի բանը հակել է ու փորձում է կուսակրոնության խախտման այդ դեմն առնել այդ վատ բանի, ես այդ եկեղեցու անդամ եմ։ Նախ ինքը այդ եկեղեցու անդամ չի։ Չի էլ եղել ու չի էլ կարա լինի։ 1. Երկրորդ, արա դու ով ես Նիկոլ։ Դու ով ես, արա։ Դու քո մասին ունես պատկերացումներ։ Քո մասին քո պատկերացում, պատկերացնես մարդիկ քո բարոյականության մասին ինչեր են պատկերացնում ու մտածում։ Օրինակ, որ նայում ես մարդը, որի բարոյականության մասին ժողովուրդը արտահայտվել է անգամ բազմած ձայն աստծո սկզբունքով, հրապարակներում ու տարբեր տեղերում գոռալով այն, ինչին ինքն իրականում արժանի է, այս մարդը եկել է խոսում է ինչ որ բարոյական, կրոնական բաներից, պարզա ինքը ինչ է անում։ Ինքը լավ գիտի, որ օրինակի համար հասարակության շրջանում եկեղեցու հետ կապված բազմաթիվ միֆեր են տարածված։ Ու իրականում դա տենց է, դրա մեղավորը եկեղեցին է իրականում, բայց հարցը դա չի։
Այսինքն ոչ թե դա իրականություն, այլ այդ ամեն ինչի չհերքել է, այդ ամեն ինչի հակառակ ուղղությամբ չգնալը ոնց է հիմա անում եկեղեցին։ Այդ այս նույն պատճառով մեղավոր է ինքը։ Օրինակ հիմա ըստ բանի որ նայում ես, խաղը ոնց է գնում։ Խաղը գնում ասես Նիկոլն ասես նրանք չհերքեցին, ուրեմն դա ճիշտ է, ուրեմն սենց, ուրեմն այդ ինչ որ մակարդակում քարոզչության ու ինչ որ հանրային մակարդակում, որը շատ ցածր մակարդակ է, հարցը դա չի։ Բայց այդ ցածր մակարդակը 10-տասնապատիկ, 100-պատիկ անգամ գերակշռում է միջին ու բարձր մակարդակը։ Ինքը մնաց թեման սենց։ Այսինքն ինքը գցում է մուտիտ, լավ իմանալով որ հասարակության շրջանում այդ մուտիտը ուտելու հնարավորություն կա, այդ սուտը վերցնելու հնարավորություն կա, ու այդ սուտը որպես առանց ինքը ոչ բարոյականություն ունի, ոչ ամոթ ունի, ոչ մի բան չունի։ Ինքը այդ ստով փորձում է քանդել եկեղեցին։ Ինչի քանդել եկեղեցին, ժողովուրդ ջան։ Այս շատ կարևոր է։ Այս մենք բանից առաջ մեր եթերին պատրաստվելու ընթացքում մանրամասն քննարկել ենք։ Նայեք, ոնց է գնում Նիկոլը։ Նիկոլը գնում է իր իշխանությունը ամեն գնով պահելու ճանապարհով։ Այդ ճանապարհի առաջ ինքը չի կարող կանգնի, որտեվ իր հիմնական առաքելությունը, կյանքի նպատակը իր իշխանությունն է, որտեվ ինքը գիտի, որ այդ իր ստեղծած թալանած արածների պատճառով ինքը կարա շատ վատ իրավական պատասխանատվության ենթարկվի, հələ մենակ քրեիրավականն եմ ասում, չեմ ասում այլ բաներ, որոնք որ շատ վտանգավոր կարող լինի իր մտքում, որտեղ ցանկացած ավտորիտար լիդեր, որը այսքան բան է արել, ինքը լիքը մտածելու բան ունի։ Ինքը ինչ է մտածում, իր փախնելու այլընտրանքը ո՞րն է, ախպեր ջան, ուր պիտի գնա։ Պիտի գնա կամ արևմտյան երկրներից որևէ մեկը, դա լավագույն տարբերակն է, իսկ վատագույն դեպքում Թուրքիան կա ու կա, հաստատ Թուրքիայում իրան ապաստան կտան։ Ինքը ասում է ախպեր, քանի ես կարամ իմ իշխանությունը, ես այսքան քաքը կերել եմ։ Հանձնել եմ, երկիրը տվել եմ, երեխեքին սպանել եմ, թալանել եմ, կերել եմ, կոռուպցիան վխտում է, նարկոտիկները լիքն է, արդեն բան չկա, ամեն օր երկրում սպանություններ, վերջի մի շաբաթվա բանը հանել ենք, էտել ենք ասել։ Ոչ մի խնդրեմ չունի, կրիմինալ վիճակը պայթեցնում է, ավտովթարները տրակում է, տնտեսություն չկա, Հարստանում են մենակ իր կողքի մարդիկ, սաղի մասին լեգենդներ են պատմում, ով ինչքան փող է շատացել, ով ինչեր է առնում, ինչ անում, ոնց է անում։ Ինքը ինչ է մտածում, քանի կարամ էս անեմ, ախպեր ջան, ընդդիմության մեջ ինչ է կատարում, այն ուժերը որ պետք է իրան հանեին, ու ինքը գիտի որ լավ որ մի ուժ չի կարա իրան հանի, կամ սաղ պետք է հավաքվեն, կամ պետք է բան լինի, իրար են ուտում, իրար հետ բազարի մեջ են, իրար են խփում, օքեյ է սաղ, արտաքինից խնդրեմ չունի, ռուսները չեն ասում հել գնա, որ ասեն էլ հել գնա, ումով պետք է ասեն, ինքն է չգիտի։ Արա ասում ախպեր ջան, ովքեր են այս պայն ինձ խանգարում։ Ով էր խանգարում, արցախցիները։ Ինչ արեց արցախցիների հարցում։ Շատ սիրուն խաղաց։ Սկսեց մեղադրել, որ իրանք են տվել։ Ինքը ոնց անում, ինքը շակալի նման անում, ինքը զախոդ է անում, սենց փորձում է տենա, հələ մի հատ ջոգի, վակրուկ դա օկլը պտտում է, ջոգում է, կա բան դիմադրություն, թե չկա դիմադրություն։ Հենց որ վերջնական դիմադրություն չի լինում, պոլնի հարցակվում, արդեն լրիվ բարոյական կապերը կտրած։ Սկսեց Արցախի այդ բանից, ոնց եղավ։ Սկսեց մեղադրել արցախցիներին, իբր եկել են ստե հեղափոխություն անեն, տեսավ պատասխան չկա։ Հետո ասեց ախպեր ջան, արցախցիները իրանք են հանձնել, այն Սամվել Շահրամանյան ինքն է ստորագրել։ Զերո պատասխան, մեռանք ասելով, այ ախպեր ջան, այ ընկեր ջան, խոսա, արա, դու պետք է խոսաս, այ ախպեր։ Այդ մարդը տարբեր ձևերով, տարբեր տեղերով ասում էր, ես չեմ խոսում, որտեղ երկի բան, ամեն կռուտիդ մենակ թե կռիվ չտան։ Արցախցիների հարցը սիրուն լուծեց ինքը, ջոգեց որ այնտեղ չկա պատասխան, ուղարկեց մարդկանց, հարցակվին, դուր կոտրին, մարդու քրֆին, էս արին, այն արին, ինչ ասես արի, պոլնի բարոյա լքեցին, ու հիմա քրեական գործ բացելու Շահրամանյանի վրա։ Հետո փորձեց եկեղեցին, սկզբից փորձեց եկեղեցին, ես ունեմ 100%-անոց համոզմունք, որ եկեղեցին այն ժամանակ որ չարեցին, այդտեղ կոնկրետ մարդիկ են դեր ունեցել այդ իշխանության մեջ, որոնք չեն թողել պրոստը, որ ինքը եկեղեցու հերը անիծի այդ ժամանակ։ Իշխանության նոր Հայաստան նոր հայրապետ շարժման ժամանակ, որտեղ այդտեղ ԱԱՑ-ը շատ լուրջ աշխատեց այդ ժամանակ, հա, կոնկրետ երևաց ԱԱՑ-ի աշխատանքը նաև փաստացի դրանց բռնեցին բանման։ Հիմա ախպեր ջան, եկեղեցու հարցով պտտվեց այդ ժամանակ չկարացավ, ճոգեց կա անդիմություն, ըմբոստություն է դրա մեջ, ասես լավ ախպեր ջան, հələ եկեղեցին թողենք։ Մյուս քայլով եկեղեցին անցած տարվա Սարդարապատին ոչ էս։ Պրոստը ասեց դրան չթողեք վերև բարձանա։ Նկատի ունենալով ամենայն հայոց կաթողիկոսին։ Չթողեցին։ Ինչ արեց եկեղեցին։ Էսի փորձն էր իրա։ Եկեղեցին ոչ մի բան չարեց։ Ինչ որ էլի հայտարարություն արեց, որի ծերը կա, վերջը չկա, չես հասկանում։ Ինչ է ասում եկեղեցին, ինչի է ասում, հələ ամենայն հայոց հայրապետին չեն թողել գնա Սարդարապատ։ Ոստիկանները չեն թողել պրոստը։ Ոչ մի բան չեղավ։ Այդ ժամանակ է Բագրատ Սրբազանն իդեպ եկեղեցին Բագրատ Սրբազանին չպաշտպանեց, այդտեղ էլ իրանք հասկացան, որ միաբան չի եկեղեցին գոնե այդ առումով։ Եկավ սեպտեմբեր, մյուրոն օրնեք թե հոկտեմբեր եւ վերահոսում բանի։ Եկեղեցին այսքանից հետո Նիկոլին ասեց, Նիկոլ ջան դու արի, Բագրատ Սրբազանին չհրավիրեց, լիքը մարդու չհրավիրեցին որտեվ Նիկոլն էր գալու,
Եկեղեցին փաստացի իր դռները բացեց Նիկոլի առաջ ախպեր։ Փաստացի ասես հարց չկա բրատ։ Դե հիմա դու անում ես մենք մեր ատվետ հիմա արդեն Նիկոլը 100% համոզված է որ եկեղեցու վրա բան չկա Ադրբեջանից մի թեթև կայծը տվին Փաշազադեն խոսած ինքը ջոգեց որ հեսա մեկա ստորագրելու է, այս անդրություններով գալու է, կրելու է, նորից ինքը իշխանության ամանալու, իր պատկի, իր խացելքեն ու պատկերացումն է, որը նորմալ է որ ինքն է տուն, ես վստահ եմ որ տես չի լինելու, ինքը չի հաղթելու, ինքը չի մնալու, բայց ինքը սենց է պատկերացնում, որտեղ ինքը ուրիշ տարբերակ չունի։ Մտածեց ախպեր ջան, էսա գալու են հիմա էլ կրոնական փոքրամասնությունների թեմայի ալելու, եկեղեցին է սենց հա ախպեր, ինչ ասես ասում եմ, ինչ ասես անում եմ, իրանք է փոխանակ ինձ պատասխանեն, ոչ ուզում են պատասխանեն, ոչ բան հակառակը կանչում են, ասում են արի մասնակցի ես վերահոսմանը, սա աղեն հոտի մոտ, որ ինձ ատում է, զզվում է ինձնից, եկեղեցին թուլացել է իրան կանչելով, դա էլ է փաստ։ Այնա ինչ անեմ ախպեր ջան, սպասի հլը։ Արքեպիսկոպոս տոլի, եպիսկոպոս գնա քերուտ կնգան դոմփի։ Ու մտնում է եկեղեցին վերջնականորեն ծնկի բերելու համար։ Հետո մենք գիտենք, որ սրանք պահանջի առաջ են կանգնած Ալիևի իրանց տերերի, որ 300,000 ադրբեջանցի պետքա գա, բնականաբար այդտեղ մսկիթների հարց է կանգնելու, իդեպ այն օրը մենք հին նկարները Երևանի մեր շատ լավ բարեկամ, մեր շատ մեծ աջակցություն ցուցաբերած մեր ընկերոջ տանն էինք եւ ինքը Երևանյան հին նկարներ ուներ ու մի հատ նկար կար, որտեղ պլանի գլուխն է, ես չգիտեի իրականում, որ պլանի գլուխի կողքը հենց ոնց որ դեպի պոլիտեխնիկ տանող հատվածում մսկիթ է եղել։ Երևի թե Նիկոլի երազած վիճակն է, որ հիմա էլ պետք է մսկիթներ լինեն, բնականաբար եկեղեցին այդտեղ պետքա որ դեմ լիներ այդ ամեն ինչին, հա, արդեն այդտեղ տենց կոնֆորմիստական չէր կարողանալու իրան դրսևորել, դրա համար պետք էր հիմա մաքսիմալ թույլատրել եկեղեցուն, որպեսզի այդ 300,000 ադրբեջանցիները որ գան, դա դառնա բազմակրոնություն, գուցե բազմակնություն եւ բազմա տարբեր բաներ։ Հիմա Ուրեմն տեսեք, այդ օրը զարթնում եմ, տենում եմ էսի տենց այդ հիմարությունները գրել է Գարեգին կաթողիկոսի մասին, Գարեգին Բեի եւ մի հատ post եմ գրում հումորի համար, sense բաներ էլի եմ արել, բայց երբեք sense տարածում չի ստացել, որովհետեւ մարդիկ հասկացել են, որ հումոր է։ Գրում եմ հետեւյալը, նես Նիկոլի նկարով եմ դնում, իբր Նիկոլն է գրել, գրում եմ հետեւյալը։ Կառավարության հաջորդ նիստում պարտադիր քննարկելու ենք անարատ հղիության իրատեսականությունը։ Պահպանելով ցանկացած մարդու անձնական կյանքի գաղտնիության սկզբունքը, մենք այնուամենայնիվ պիտի պարզենք, թե արդյոք հնարավոր էր հղիանալ առանց համապատասխան գործընթացի, ու եթե ոչ, ապա ով է իրականում եղել Հիսուսի հայրը։ Սա դիսկուրս է, որը պետք է վաղ թե ուշ կայանար, քանի որ մեր պատկերացումները քրիստոնեության մասին հավանաբար այդքան էլ ճիշտ չեն։ Սաս գրում եմ, դնում եմ իմեջում, ասում եմ դե լավ, դե մարդիկ կտենան կխնդան։ Արա մեկի մի քանի ժամ հետո տենամ ես իմ տասնյակ հարյուրավոր ռեպոստներ, այն Տարոն Չախոյանը որտեղ հասցնում մտնում գրում է սա կեղծ է, չէ, մի հավատացեք, Free News-ը մի հատ եկա հոդվածա դրե։ Իմ նկարն է դրե կողքեթի սենց վրեն գրելա fake, գրելա բան ինտելեկտուալ ղզիկը իմ ես էլի դե Աննայի բաներն է մեջ բերում Իդեպ զավեշտ է, որ փաստացի ընդունում են իմ ինտելեկտի գերակայությունը, բայց վերագրում են ինձ ինչ-որ ղզիկություն, այդ ղզիկությունը իրանց վերագրման համատեքստում իմ համար կոմպլիմենտ է, որովհետև իրանց պատկերացրած բանը տենց չղզիկը, դա ոչ ղզիկ տղամարդիկ, գիտես ով է։ Ով որ կարող է ոստիկաններին ասի իսկ քրվել են գնացեք ոնց ուզում եք բռնեք փագեք։ Դե անվանական չէ կարելի։ Պոլերին պատը էս, իրաց պատկերացած Նիկոլը, ասենք երևի այնտեղ չգիտեմ, Հրաչիկը, Աշոտիկը, այդպես ուժեղ տղեկ են, առնական տղամարդիկ են, դրա համար ես չեմ ուզում իրանց շարքում լինել, իսկ ինտելեկտը փաստացի ընդունում են, ինչի համար ինչ որ առումով գուցե լավ է, չնայած որ իրանք են ընդունում դրան շրաբան չկա։ Ինչևէ, սրանք մի խոսքով ամեն տեղով հերքում են, բայց իրանք չեն հասկանում, որ իրանց դեգեներատությունը նրանում ու դժբախտություն էս ողջ ազգի, որ ոչ թե նրանում, որ ես տենց հումոր եմ անում, որ իրանք տենց ներկայացնում են որպես իմ կողմից կեղծ տեղեկություն տարածել, այլ որ մարդիկ հավատում են, որ այս անասունը կարա սենց բաներ ասի, որովհետև այդ դոմփելու ստատուսն էլ չէ, բոլորը գրեթե, ես էլ այդ թվում անկեղծ ասած, այսքան լինելով թեմայի մեջ, մտել անդադ մտնում էի բան էջը նայ, որ ճիշտ է, ճիշտ չի, ասի մի քանի անգամ արդեն եղա, բայց այս անգամ վստահ եմ շատերը չեն հավատացել, որտեվ առավոտ շուտ էր արել այդ գրառումը, մտել են իր էջ, տեսնեն արդյոք իսկապես վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը պոստա գրել, որտեղ ասում է սրբազան գնա քերրակնոջը դոմփի։ Այսինքն աբսուրդ է, չէ՞։ Բնականաբար, եթե կարա այս անասունը սենց բան ասի, մի օր է հանգիստ կարա հելնի ասի, գիտեք, ես կարծում եմ անարատ հղիությունը այդքան էլ վсё-таки ճիշտ չի։ Բայց անարատ հղիությունը ո՞րն է։ Արա, Նիպարոշնե Զաչեցյան ախպեր։ Հա, բայց դու բառացի ես, չէ՞, թարգմանել։ Չէ, բայց տենց է դա ախպեր, ուրիշ ոնց կա։ Հայերենում գոյություն ունի անարատ հղիություն տերմին։ Այո, իհարկե։ Բա ոնց կասես ախպեր։
Առանց սեքս արդյունք։ Ուրիշ ոնց ասեմ ախպեր։ Պրոստը չի ուզում այդ։ Չէ, լավ չխորան։ Բա դրա համար չէ, թեման մի քիչ բան թեմա է, մի քիչ նուրբ թեմա չի ուզում այդպես բառերով օգտագործել։ Ինչևէ, հիմա տեսեք ուրեմն հաջորդը։ Ինչ են անում նիկոլիկները։ Փուճուր նիկոլիկներ, ասենք ֆիկտիվ փուճուր ֆիկտիվիկներ։ Մի հատ արի ասենք update անենք, որտեվ բան ենք արել, էլի։ Ինչ եղավ։ 8 subscribe մնաց, մենք փորձում ենք վերահասկել, մենակ public-ներն է երևում, Ժորժ ջան, տենում ենք, որ բան եք անում լավ։ Նու ակտիվ անբաժանորդագրվում են։ Անտի, շնորհակալություն, մենք հեսա սպասում ենք այսօր պիտի որ 70,000-ը լինենք։ Հիմա փուճուր ֆիկտիվիկները, ուրեմն մեկը մյուսի հետևից սկսում են պաշտպանել այս Նիկոլի թեզը ու ոնց են պաշտպանում։ Ուրեմն ասում են, իրանց հարց են տալիս, ասում են նորմալ է, որ վարչապետը իր բառա մթերքի մեջ ունի դոմփել բառը եւ կիրառում է դա հանրային խոսքում։ Սրանք ինչ են ասում։ Ասում են, ախր մենք մի րոպե եկեք հասկանանք, երևույթը թողած, որ վատ երևույթ է, որ ինչ որ մեկը տենց սեռական կյանք ունի, որը չպիտի ունենար։ Դուք խոսում եք դրա որակումների կամ դրա արտահայտման մեջ օգտագործված բառերի մասին։ Առաջին հասկից թվում է թե դրամաբանական միտք է, չէ՞։ Բայց երկակի ստանդարտը ստե որտեղ է։ Որ երբ որ մենք օբյեկտիվորեն ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բոզի տղա է, իրանք ասում էին ախպեր, պրոբլեմա, խուլիգան է, գնացեք նստեք։ Բայց պրոբլեմը դրանում չէ, չէ՞ որ մենք տենց էինք ասում։ Պրոբլեմը նրանում է, որ այդ մարդը իրապես հանդիսանում է այդ որակման համապատասխան սուբյեկտը։ Քանի որ լինելով վարչապետ, հանձնեց Արցախը, հետո ընդունեց Արցախը Ադրբեջանի կազմում, հանդիսացավ 5000 ջահել տղերքի մահվան սպանության պատճառ, 10000 եւ ավելի հաշմանդամ, երիտասարդ տղեկ մնացին, ինչքան որդեկուրիշ ծնողներ, ինչքան որբ մնացած երեխեք, ու մենք որ դրան ասում ենք համապատասխան ձև, ինքը ասում է ողբերից խուլիգան են տարեք նստեցրեք։ Բայց դու ինչքան պետք է նստես, արա ուրեմն։ Դու սաղ կյանքդ պետք է նստես։ Այսինքն այդ ո՞նց է տենց ելնում, էլի, որ այդ դեպքում երևույթը մենք չպետք է քննարկենք, պետք է նայենք ինչ բառ ասեցին տղաները ոդկասթում։ Անընդունելի է, հանրությունը դրանից բան ա եղել, անդորը խափանվել է, ես խախտվել է, եսի ինչ ա եղել։ Այս շիզոֆրենիկը, որ վարչապետ լինելով ասում է գնա կանգա, եսի մում կանգան դոմփի։ Դու քո կանգան արա մեկ դոմփի թո չընկնի իմ հետևից ախպեր։ Ուժի հիվան թո չկարա։ Ես ոնց հասկացա դու ջղայնացա, մեր subscriber-ների թիվը 69997-ը, մնաց 3 subscriber, իմ կարծիքով շատ, եսի հեշտ challenge էր, ես մտածում եմ քիչ դժվար challenge կարող լինի, բայց փաստորեն շատ մարդիկ մեզ նայում են ու subscribe եղած չէ, Ժորժ ջան, ուղղեք այդ սխալ անկախ նրանից մենք ասում ենք թե չենք ասում դրա մասին։ Մեզ մի կարևոր բան, որը որ այս դիսկուրսի անխախտելի մասն է դարել, որին ես ուզում եմ անդրադառնամ, որտեղ նաև մեր մոտ է արտահայտվել, մեկը Գոր Հակոբյան անունով մարդը, որը նայում է մեզ, գրել է, ուզում եմ կարդամ, էլի, գրել է, դուք էլ, չէ, մի վարքյան, դուք ձեր խոսալով պատժերշկա եք անում Նիկոլին։ Արշավը Նիկոլիկի արշավը եկեղեցու դեմ ու միտումնավոր։ Եկեղեցին չպիտի իր բարձունքից իջնի, պլենտուզից ներքև Նիկոլին հասնի։ Ով խոսում է եկեղեցու խնդիրներից, ուրեմն Գորջան, նայ։ Ուրեմն Նիկոլին պատժերշկա նախ մենք արդեն 70000 հասանք, շատ շնորհակալություն։ Յոհո, սալուտ չկա միա։ Սալուտ, չկա։ Thank you very much։ Շնորհակալություն շատ։ Ապրեք Ժորժ ջան, շարունակեք subscribe լինել, միաժամանակ անցանք 2000-ը, on-line դիտումներով խնդրում ենք նաև like-եք ու subscribe եղեք անպայման մեր ալիքին, որտեվ դա շատ կարևոր է, շատ։ Ուրեմն Հակոբը քո վերջի կոչիդ գրել է ես կանեմ ապագայում մի մտահոգվեք։ Հակոբ ջան, ախպեր ջան, հետ ես գցում նա ինչ է կատարվում, ախպեր ջան, այդքան Զաջերշկան ինչու՞ն է։ Ուրեմն նայ Գորջան, ուրեմն նայ Նիկոլին մենք պատժերշկա չենք անում։ Մենք քո նման մոլորված մարդկանց ուզում ենք բացատրենք, որ ոչ թե մենք ասում ենք որ եկեղեցին պետքա Նիկոլին, մենք հեսա կասենք մեր կարծիքով եկեղեցին ինչ պետքա աներ։ Հա, բայց մենք ոչ թե ասում ենք եկեղեցին պիտի պատասխաներ Նիկոլի այս ասածներին, այլ մենք ասում ենք եկեղեցին չպետք է հրավիրեր Նիկոլին Էջմիածնի բանի բացմանը, Մյուրոնորնեքին։ Մենք ասում ենք որ եկեղեցին Սարդարապատից հետո պետք է կոշտ արձագանքեր Նիկոլին, որը չի արել։ Հիմա Նիկոլին պատժերշկա անելը ո՞րն է։ Ո՞րն է Նիկոլին պատժերշկա անելը։ Այ ձեր նման մարդկանց մտածելակերպի պատճառով այսօր ենք ու մի քանի ամիս հետո
Էսա կասենք ինչի ենք հանդիպելու։ Եկեղեցին որ բաժան կանի Նիկոլը, այ քո ու քո նման մարդիկ, ովքեր մտածում էին, որ մենք ենք բաժեր կանում Նիկոլին։ Նիկոլին բաժեր կանելով եկեղեցին կիսելու են։ Հələ հարցա մայրաթորը ում ձեռը կմնա։ Հետո մի բան էլ կա, այդ բարձրունքից որ խոսում եք, նայեք։ Հա, էլի։ Նիկոլ ինչ անում։ Նիկոլը խոսում է ամենացածր ձևով, ամենացածր ֆորմատով ու հասնում է իր խոսքը այն սեգմենտին, որին ինքը ուզում է դիմի։ Ես հասկանում եմ, որ ըստ ձեզ եկեղեցին պիտի վեհ ու վեր լինի այդ ամեն ինչից, բայց չի ստացվում։ Ախպեր, չի ստացվում։ Բայց մենք ասում ենք թող եկեղեցին էդի քննարկի, ես ոչ թե ասում եմ քննարկի, նախ դե արդեն արել է, չէ՞ կոչը։ Հեսա կքննարկենք այդ կոչը։ Բայց օրինակ ես այդ կոչը լավ չեմ հասկանում ում ուղղված, հեսա կարդամ, փորձենք իրար հետ հասկանալ։ Բայց ինչևէ, ես կարծում եմ, ու իդեպ աղանդների խնդիրն էլ է հենց էս։ Իմ կարծիքն է սա, ես զուտ ասում եմ որպես ուղակի մարդ։ Նայեք, եկեղեցին օրինակ ես ծանոթ ունեի, մի անգամ ասել եմ, ուսանողական տարիներին ընկերուհի ունեի, որ հետո պարզվեց, որ աղանդավոր էր, գնում էր կյանքի խոսք։ Ու երբ ես իրան հարցնում եմ, որ ինչի՞ չես գնում առաքելական եկեղեցի, ես սա Բագրատ Սրբազանն էլ եմ իդեպ պատմել, ինքը ինձ ինչ էր ասում էր, որ ես այնտեղ չեմ հասկանում ինչա ու հաղորդակցում չի տեղի ունենում իմ եւ հովիվի միջև։ Որովհետեւ կարծում եմ, որ եկեղեցին իմ կարծիքն է սա, թո ներեն են մարդիկ, ով տենց համարում է, որ առասարակ կարծիք արտահայտելու իրավունք չկա եկեղեցու մասին, ես ինձ վերապահում եմ այդ իրավունքը։ Հաղորդակցման խնդիր է առաջացել լայն հասարակության եւ եկեղեցու միջև, որովհետեւ ինքը մնացել է այդ իր նույն հաղորդակցման տրամաբանության մեջ, որը ունեցել է դարերի վեր, բայց ժամանակները առաջ են գնացել եւ այդ սեկտանտները ավելի արդիական դառնալով դա օգտագործել են, որպիսի մարդկանց գողանան եկեղեցուց եւ տանեն իրանց մոտ։ Եվ իդեպ ես այլ եմ ասել Բագրատ Սրբազանին, ինչ եմ անդադար իրանցում, որտեղ ուրիշ մարդ չեմ ճանաչում այդ շրջանակներից, իսկ իր հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք եւ ժամանակ առ ժամանակ շփվում ենք։ Ես իրեն էլ եմ ասել, որ օրինակ Թովմասի աշխատանքը, որը մտավ սոցցանցեր եւ սկսեց շատ հասանելի երիտասարդների հետ աշխատել, մեծ աշխատանք է, որովհետեւ այդ այնց վեհ մնալով ու խոսալով լեզվով, որը որ հանրությունը երիտասարդները չեն հասկանում ու չեն ստանում այդ հաղորդակցումը, այսինքն կոմունիկացիան երբ է տեղի ունենում, երբ X մարդը ասում է մի բան, Y մարդը այդ մի բանը ընկալում է, անում է հետևություններ եւ այսինքն պետք է դիալոգ տեղի ունենա կամ նույնիսկ եթե դա մենախոսություն, այսինքն տենց միակողմանի հաղորդակցման տարբերակ է, այդ հաղորդակցումը տեղի չունենա, եթե անհասկանալի է դրա ձևաչափը։ Ու իմ խորին համոզմունքն է, որ եկեղեցին ինչ որ փուլում պետքա վերանայի իր մոտեցումները, պետքա արդեն շուտվանց վերանայած լիներ, սոցցանցեր էլ մտներ ունենար ինֆլուենսերները, որոնք ճիշտ գաղափարները կտային ջահելներին, որտեվ սեկտանտները ինչ են անում։ Խմբեր են բացում, ինչ որ երգչախմբեր, ես չգիտեմ ինչ, ընդ բրեյք դանս խմբեր, բաներ զբաղեցնում են մարդկանց ու պահում են իրանց շուրջ ու ձեռի հետ էլ կաթացնում են այնսաղ զիբիլը, որը կաթացնում են։ Իսկ այդ վեհը միշտ չի, որ դու կարաս քեզ թույլ տաս լինես վեր են բոլոր խնդիրները, որովհետև դու այդտենց վերև մնալով այն տակինները գալիս են ու բոլոր իրանց հարմար ձևերով, ուրիշ լեզվով, ուրիշ ակտիվություններով գողանում են քեզանից քո հոտը ու այսօր 100,000-ավոր աղանդավորներ հանդիսանում են մեր համար այսօր անվտանգային թեմա։ Էս է։ Հաշջան, ներողություն, էլի։ Էլի եղի վեհ, էլի բարձր եղի։ Ես դեմ չեմ դրան։ Բնականաբար հո ամեն զառանցանքի չպետք է պատասխան տրվի։ Բայց կա ամեն չի պետական մակարդակով, բայց կա չափ, կա ձև, կա վերաբերմունք։ Երբ որ դու տենում ես, որ ինքը քեզ ստորացնում է, ու այդ եկեղեցին դուրս բերենք էլի բանից։ Երբ որ դու տենում ես, որ դիմացինդ քեզ ստորացնում է, ախպեր։ Դու անընդհատ այդ դիմացինից փշի ես անում, փշի, արա ինքը քեզ հա ստորացնում է։ Այդտեղ դու ինչ ես, ինչ վեհության մասին է խոսքը, ինչ վերևիցի մասին է խոսքը։ Ով կարա ինձ այդ բացատրի։ Ոնց կարա ալնի այդքան, այտենց, ես չեմ կարող հասկանալ։ Ես անկեղծ եմ ասում, չեմ կարող հասկանալ այն մարդկանց միտքը ովքեր չեն ընդունում, արա Նիկոլը ձեզ թշնամի է համարում։ Այտենց խոսացողներ։ Նիկոլը ձեզ թշնամի է համարում։ Նիկոլը եկեղեցուն համարում է թշնամի։ Թշնամի։ Եկեղեցին միշտ թշնամուց պաշտպանել է ժողովրդին, իր մոտ պահելով ու դռները չբացելով թշնամու առաջ։ Մենք ինչ ենք ասում ենք ախպեր մի բացեք այդ դուռը թշնամու առաջ։ Չիլնելու որևէ պայմանավորվածություն Նիկոլի հետ։ Դուք ոչ մեկը դեռ չհասկացաք,
միաբանվել չի լինելու Նիկոլի հետ։ Ոչ մեկ դեռ չի հասկացել։ Գիտեք ովքեր են այդ չհասկացողները։ Բերանս չի ֆռում ասեմ, չեմ ուզում ասեմ, չեմ ասի, որովհետև լիքը մարդու կնեղացնեմ։ Բայց այդ չհարմարողներից շատ-շատերը այսօր լրիվ ուրիշ տեղերում են։ Չընդունողներից, ովքեր չընդունեցին, որ չի կարել, չես կարա դրա հետ դու միավորվես։ Կամ բանտերում են Հայաստանի կամ ուրիշ տեղերում, արա չեք կարում դուք այդքանը հասկանաք։